Մեղքը մարդու մեջ առաջացնում է, այսպես ասենք, փոթորիկ, հա, իսկ փոթորիկը տարբեր ափեր կարող է ուղղակի քանդել։ Մեր բոլոր կասկածների, վախերի, հա, Աստվածաշունչն ինչ է ասում։ Ասում է, վախը անհավատության նշան է։ Մարմնի եւ մտքի եւ հոգու առողջությունը ուղիղ կապված են պատվիրանապահության հետ եւ Աստծո հետ հաշտ, Աստծո հավատի հետ։ Ասում է, երբ որ բարկացար, այն ժամանակ պարտվեցիր։ Ներումը մեզ տալիս է հոգու խաղաղություն, մեզ տալիս է սիրո կարողություն։ Իր մեղքի թողություն է գտնում, Աստված իրեն այդ բեռից ազատում է։ Քրիստոնյան հաջողակ մարդ է, քրիստոնյան առողջ մարդ է, քրիստոնյան խաղաղ մարդ է։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Այսօրվա մեր զրույցը բժշկության մասին է, փորձելու ենք հասկանալ քրիստոնեությունը ինչպես է կամ առհասարակ հավատքը, ինչպես է բժշկում մեր հոգին ու ինչու՞ չէ նաև մարմինը։ Մինչև բժշկությանը հասնելը Տեր Հայր ուզում էի հասկանալ, մեղքը մեզ հիվանդացնում է։ Միանշանակ, եթե մեղքի վարձը մահն է, իսկ միանշանակ մեղքի վարձը մահն է, ուրեմն կարելի է ասել մահվան կարապետը հիվանդությունն է։ Այդ հիվանդության ճանապարհով պիտի գնա մարդը դեպի մահ, եւ նաեւ կուզեմ հետաքրքիր մի փաստ շեշտել, երբ որ ասենք առաջի դարերում կամ միջնադարում եւ այլ միջին կյանքի տևողությունը կարող էր լինել 30 կամ 40 տարեկանը, ուրեմն ճգնավորները, վանականները, հոգեվորականները շատ հաճախ անցնում էին 100 տարիքի սահմանը, եւ մինչեւ այսօր։ Միանշանակ մեղքը մարդու մեջ առաջացնում է, այսպես ասենք, փոթորիկ, հա, իսկ փոթորիկը տարբեր ափեր կարող է ուղղակի քանդել։ Եվ փաստորեն կապ ունի հոգևորը եւ մարմնականը իրար հետ։ Եկեք մի քիչ այսպես ասած 21-րդ դարի լեզվով խոսենք, հա։ Բոլոր հիվանդությունների պատճառը սթրեսն է, ինչպես ասում են մարդիկ եւ բժիշկները։ Եթե մարդը մեղք է գործում, արդեն իսկ իր խաղաղ, հա, վստահ, հանգիստ վիճակը խաթարվում է։ Այսինքն մարդը ընկնում է մտահոգությունների մեջ։ Այո։ Օրինակ, երբ որ մարդը սուտ է խոսում, իր միտքը գեր լարվում է, որպեսզի այդ սուտը պահպանի։ Եվ մենք սկսում ենք նորից սուտ, ուրիշ սուտ եւ այլ միշտ լարված իրավիճակներ, որը ուղղակի քայքայում է մեզ ֆիզիկապես եւ հոգեպես, այսինքն սա մեղքի երևույթն է։ Պատկերացրեք մի մարդու, որը ինչպես ասում են մեր հայրերը, կարողանում է գլուխը հանգիստ իր բարձին դնել։ Եվ մենք կտեսնենք, թե ով է ավելի առողջ, թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Տեր Հայր, փաստորեն քրիստոնեությունը ունի այդ դեղատոմսը, ինչպես լինել առողջ։ Միանշանակ քրիստոնեությունը ունի այդ դեղատոմսը եւ մեր բոլոր կասկածների, վախերի, հա, Աստվածաշունչն ինչ է ասում։ Ասում է, վախը անհավատության նշան է։ Եթե մենք տագնապալի իրավիճակը ընդունենք որպես հոգեբանական թերի վիճակ կամ հիվանդություն, ապա սրա պատճառը անհավատությունն է։ Մեղքն էլ ինքը գործնականում դրսևորված անհավատությունն է։ Բայց կուզեմ նաև շեշտել, օրինակ մեծ սուրբ մարդիկ, որոնք որ ուզում էին մաքրվել մեղքից եւ ազատվել, եւ սա տրամաբանական է, իրենց մարմինները չափավորության էին տալի ուտելու, խմելու, քնելու, հագնելիքի եւ այլ, որովհետեւ երբ որ մարմինդ պարարտացած է, այն ժամանակ քո ցանկությունները քեզ սկսում են կառավարել։ Նույնիսկ մի այսպիսի ժողովրդական խոսք կա, իհարկե ոչ մեր ազգի, որ ասում է ճարպի շատությունից խելքը գցել է։ Ուրեմն մարդու համար ամեն ինչ պետք է լինի չափի մեջ, ամեն ինչ։
նույնիսկ այն ջերմաստիճանը, որի մեջ որ ինքը ապրում է, նույնիսկ այն հագուստը, որ ինքը կրում է, նույնիսկ այն միտքը եւ խոսքը, որ կա։ Ուստի ուզում եմ ասել, որ մարմինը պարարտացնելը չէ առողջ մարմինը, եւ ոչ թե ցանկություններով, ոչ էլ ցանկություններով ապրելն է առողջ մարմինը։ Մարմնի եւ մտքի եւ հոգու առողջությունը ուղիղ կապված են պատվիրանապահության հետ եւ Աստծո հետ հաշտ, Աստծո հավատի հետ։ Որպեսզի շատ ընդհանուր չխոսենք, փորձենք մասնավորեցնել քրիստոնեությունը ինչպես կարող է օգնել մեր բժշկմանը։ Օրինակ, ներումը մեզ ինչ է տալիս։ Այսպիսի մի արտահայտություն կա քրիստոնեական մտայնության մեջ, ասում է, երբ որ բարկացար, այն ժամանակ պարտվեցիր։ Ներումը մեզ տալիս է ազատագրում այն ծանր բեռից, որ մենք կրում ենք դիմացինի հանդեպ։ Այդ ներումը սակայն չի կարող իրականանալ, եթե մենք դիմացինին չենք սիրում։ Այդ ներումը կլինի կեղծ, կլինի մեծամիտ։ Ներումը մեզ տալիս է հոգու խաղաղություն, մեզ տալիս է սիրո կարողություն։ Ոնց կարելի է հասկանալ մի մարդուն, որը որ սիրում է, բայց չի ներում։ Անհնար է սա։ Իսկ սերը բոլոր հիվանդությունների բժիշկն է։ Ինչ է մեզ տալիս ապաշխարությունը։ Ֆիզիկապես վստահ եղեք, մարդը, երբ որ մի մեղք է գործում, չէ, վերջո մարդը նորից պիտի ասեմ, գիտակցի թե չգիտակցի, ընդունի թե չընդունի, ունի Աստծո կողմից իր մեջ դրված բնական օրենքներ, բարոյական սկզբունքներ, բարոյական օրենքներ, խիղճ։ Մարդը գիտակցի թե չգիտակցի, երբ որ ինքը մեղք է գործում, իր խիղճը իրեն տանջում է։ Իր խիղճը կարող է իրեն քայքայել ուղղակի։ Եվ ֆիզիկապես մարդը կարող է ունենալ տագնապներ, անքնություն եւ այլն, ինքը ուղղակի բառից բուն իմաստով քայքայվել։ Բայց երբ որ ինքը իր մեղքը խոստովանում է, խոստովանելը քիչ է, իր մեղքի թողություն է գտնում, Աստված իրեն այդ բեռից ազատում է։ Այսինքն մեղքը խոստովանած եւ թողություն գտած մարդը նման է մեկին, որը որ ծանր բեռ էր տանում եւ այդ բեռը իր համար թեթևացրեցին, ազատվում է մարդը։ Գիտեք, շատ հաճախ օրինակ մենք չասեմ ապաշխարություն մենակ, այլ ապաշխարություն, թողություն, հա, շատ հաճախ մարդուն, երբ որ մեղքը թողվում է մարդուն, քահանայի միջոցով մեղքի թողություն է տրվում, մարդը ֆիզիկապես էլ է լուսավորվում։ Դու կարող ես այդ մարդու դեմքին նայել եւ այդ լույսը տեսնել, այդ խաղաղությունը տեսնել։ Ուղղակի կուզեմ նշել, որ չպիտի մենք կենտրոնանանք առողջության վրա, որպես քրիստոնեության բացարձակ նպատակակետ, կամ էլ կենտրոնանանք առողջության կամ բարեկեցության վրա, որպես քրիստոնեության վերջնակետ։ Այո, քրիստոնյան հաջողակ մարդ է, քրիստոնյան առողջ մարդ է, քրիստոնյան խաղաղ մարդ է, բայց այս ամենը չէ քրիստոնյայի եւ մարդու նպատակը։ Նախ եւ առաջ քրիստոնեության մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մարմնանալու նպատակը մեր փրկությունն էր։ Եթե մենք գալիս ենք հանուն առողջության, խաղաղության, բարօրության, որպես գեր նպատակ, սրա համար ենք գալի եկեղեցի եւ քրիստոնեություն, հա, ուրեմն քրիստոնեություն կարող է մեզ ոչինչ էլ չտա։ Իսկ այս բոլոր լավ բաները, որ ասեցինք, նրա համար է, ում նպատակակետը Աստված է, եւ այս բոլոր լավ բաները որպես երկրորդական ազդեցություն Աստծուն մոտենալու արդյունքն է։ Աստծուն մոտ ես որևէ մի իրավիճակում դու չես տագնապում, Աստծուն մոտ ես ամենամեծ վախից, որն է մահվան վախը, դու չես տագնապում, Աստծուն մոտ ես նորից ամենամեծ վախից անգիտույհա չհասկացած ինչ որ մի բանի առջև կանգնած վախից դու ազատ ես, որովհետև քո բոլոր հույսը Աստված է։ Եվ նորից պիտի ասեմ, բազում են
այն բժշկությունները, որոնք որ ուղղակի կատարվել են մարդկանց հետ, ելնելով հավատից։ Ես կուզեմ մեզ լսող, մեզ դիտող, մեր քույրերը եւ եղբայրները իմանան, որ հավատով բժշկությունները դրանք անցած դարաշրջան չեն, այլ այսօր էլ կան մեր կողքին բազում մարդիկ, որոնք որ իրենց առողջանալու պատմությունը պատմեն, մենք կասենք, այս մարդիկ խաբում են, բայց այդ մարդիկ իրոք առողջացել են ծանր հիվանդություններից։ Վերադառնալով օրինակներին, կուզեի մի փոքր խոսենք Սուրբ Հաղորդության կարևորության մասին, ինչպես է այն բժշկում մեզ։ Սուրբ Հաղորդության կարևորագույն մասը, այսպես ասենք, հոգու բժշկությունն է։ Հոգևոր իրականություն է Սուրբ Հաղորդությունը, երբ որ մենք հաղորդություն ենք տալիս, մարդուն ասում ենք, սա եղեցի քեզ իքավություն եւ իթողություն մեղած, այսինքն սա որ դու ճաշակում ես, թող քո մեղքերի մաքրում եւ թողություն լինի, քո մեղքերի համար։ Մեղքը նախ եւ առաջ հոգևոր կարելի ասել երևույթ է, այն ինչ որ մենք ֆիզիկապես մեղքը տեսնում ենք, սրա արմատները հոգու մեջ է, դրա համար մեր Տերն ասեց կարևորը ինչ է դուրս գալիս սրտիդ մեջից, սրտի մաքրության վրա ուշադրություն դարձրեց եւ հաղորդությունը ինքը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հստակ մարմինը եւ արյունն է։ Հաղորդությունը աշխարհի մեջ միակ երևույթն է, երբ որ մարդը ֆիզիկապես Աստծո հետ շփվում է, բայց Պողոս Առաքյալի խոսքի համաձայն մարդը պետք է այդ շփումի անհրաժեշտությունը ունենա իր մեջ, ծարավը, հասկանա, թե դա իր համար ինչքան կենսական է եւ ոչ թե ուղակի եկել է, մտել է, սովորության համաձայն մոտենա։ Պողոս Առաքյալն ասում է, դուք որ մոտենում եք սեղանին, հացին ու գինուն, դրանք պարզապես հաց եւ գինի չէ։ Դրա համար ձեր մարմինը պատրաստեք, դուք ինքներդ պատրաստվեք, որովհետև չլինի թե անարժանաբար մոտենաք։ Հաղորդության մոտենալու համար կարևոր է ճշմարիտ հավատը այն, որ դու մոտենում ես Աստծո մարմնին եւ արյանը։ Իսկ եթե մենք մեր կեղտոտ հագուստը լվանում ենք մաքուր ջրով, մեր աղտոտված հոգին լույսին մոտենալով պիտի որ լուսավորվի եւ լուսավորվում է, այո, հաղորդությամբ մեր հոգին է առողջանում, բայց նորից պիտի ասեմ, հաղորդությանը պիտի մոտենանք որպես անհրաժեշտություն, ոչ թե որպես սովորություն։ Մենք տեսնում ենք, թե ինչպես այն հիվանդ կինը, որը որ կպավ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի քղանցքներին, ինքը բժշկվեց։ Մենք տեսնում ենք, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս խոսքով տարածության վրա, այն 100-ապետի երեխային բժշկեց։ Մենք տեսնում ենք, որ մեր Տերը ձեռքը դնում էր եւ բժշկում էր տարբեր հիվանդներին ֆիզիկապես մոտենալով։ Եվ ուրեմն հաղորդությունն էլ այս զորությունը ունի իր մեջ։ Բնականաբար սա չի նշանակում, որ բոլոր հիվանդներն եկան հաղորդվեցին, պիտի առողջանան, որովհետև հիվանդությունը գործ ունի անելու։ Մեկին ունի իր հավատի մեջ ամրապնդելու, մյուսին ավելի շատ սրբերին, ունի, որպեսզի օրինակ լինեն մյուս հիվանդների համար, որոնք որ իրենց ցավի եւ հիվանդության մեջ քրիստոնեաբար համբերել գիտեն։ Մեկ ուրիշին հիվանդությունը հեռու է պահում զանազան մեղքերից։ Հիվանդ մարդը մեղքի մասին չի մտածում, եթե մեկի ջերմություն օրինակի համար 39 աստիճան լինի, ինքը երբեք չի մտածի գնա գողություն անի կամ մեկին ատի, մեկին նախանձի, ինքը կմտածի իր առողջանալու մասին։ Ինքը իր վրա կկենտրոնացնի եւ ավելի շուտ մենք տեսնում ենք, որ շատ հաճախ հիվանդությունը պատճառ է դառնում մարդու Աստծուն գտնելու։ Բայց հաղորդությունը յուրաքանչյուր քրիստոնյայի համար գիտակցաբար հաղորդության մոտենալը գոնե ամիսը մեկ անգամ անհրաժեշտություն է։ Մեր Տերն ասեց. եթե չուտեք, չխմեք,
Ձեր մեջ կյանք չունեք։ Իհարկե հոգևոր կյանքի մասին է խոսքը, այսինքն հաղորդությունը կենսատու է, բայց սա վերաբերում է հոգուն։ Ինչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ուզում են բժշկվել։ Խորհուրդ կտամ գտնել Աստծուն, ինչպես որ Հովհաննես Ոսկեբերանն է ասում, նեղության մեջ Աստծուն փառավորող շուրթերը սուրբ են։ Խորհուրդ կտամ ոչ թե փնտրել բժշկություն, այլ փնտրել Աստծուն, թեկուզ հիվանդության մեջ գտնել Աստծուն։ Մենք տեսնում ենք մեր հարուստ եկեղեցու պատմությունից, վարքագրությունից մարդը, որ առողջ է, ոչ մի բանի խնդիր չունի, ամեն ինչ ապահով է իր համար, բայց Աստված չունի, իր կյանքը ապրում է տագնապով։ Իսկ մարդը, որ աղքատության մեջ է, հիվանդության մեջ է, բայց Աստված ունի, իր կյանքը ապրում է լիությամբ, երջանիկ։ Աստված խաղաղություն է տալիս մեզ։ Քրիստոս է ասում, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, չեմ տալի իմ խաղաղությունն այնպես, ինչպես որ աշխարհն է տալիս։ Այդ խաղաղությունը ոչ ոք մեզնից չի կարող վերցնել։ Այն խաղաղությունն է, որ առաքյալը բանտի մեջ, բանտարկված, կարող է նամակ գրել եւ ասել ձեզ եմ ասում ուրախ եղեք։ Պատկերացնեք, բանտարկված մարդը բանտից նամակ է գրում եւ ասում է ուրախ եղեք, ձեզ եմ ասում ուրախ եղեք, 2 անգամ կրկնում է այս խաղաղությունն է։ Բոլոր իրավիճակներում գտնել Աստծուն։ Այս կյանքը ժամանակավոր է, փառք Աստծո, որ ժամանակավոր է։ Գտնել Աստծուն, գտնել այդ խաղաղությունը Աստծո մեջ ուղղակի հավատալ է պետք։ Ոչ տարերայինորեն, այլ գիտակցված ձևով ճանաչենք Աստծուն։ Մեզ պետք է ճանաչել Աստծուն։ Շնորհակալ եմ Տեր։ Աստված օրհնի։